2026 թվականի ընտրություններում ձեր հաղթանակի դեպքում արդյոք դուք պատրաստվում եք հետ վերադարձնել նախագահական կամ կիսանախագահականի մոդելը։ Գոնե ինձ համար մի բան պարզ է, որ չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում այսքան լիազորություններ։ Եվ նախագահի պաշտոնը պետք է հակակշիռ լինի նման դեպքերի համար։ Չարժի հիմա մտնել այդ կարգի sense խորը բանակցությունների մեջ, որովհետև տարբեր քաղաքական միավորներ կարող է տարբեր պատկերացումներ ունեն եւ սա այն դեպքը չի, որ այս թեման դառնա sense առաջնային քննարկման թեմա։ Բայց քանի որ ինձանից հարցնում եք, ես համարում եմ, որ այո, համարում եմ, որ նախագահը պետք է ունենա, կարող է լինել կիսանախագահական, կիսախորհրդարանական, բայց նախագահը պետք է հակակշռելու հնարավորություն ունենա։ Դատական համակարգը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ։ Սա ուղղակի մի խայտառակություն է այն ամենը, ինչ կատարում է դատական համակարգում։ Այո, պետք է անպայման գնալ որոշակի փոփոխությունների։ Երկիրը կարող է դեպ մնա խորհրդարանական, բայց նայեք, ես մտնեմ այլ օրինակների մեջ։ Օրինակ Լեհաստան։ Խորհրդարանական երկիր է, բայց նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից։ Ընտրվելով ժողովրդի կողմից լուրջ հակակշիռ է ինքը դառնում կառավարությանը, եթե իրենք տարբեր քաղաքական թևերից են։ Չեխիա նույնն է։ Եվ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը, բացի 1-2 երկրից, հենց այդ մոդելն են կիրառում։ Եվ հետևաբար, եթե օրինակ կառավարությունը համահանում է, ընտրություններն շեղված են իրարից, ուրեմն ընթացքում ժողովուրդը հնարավորություն ունի ընտրելու մի նախագահի, որը հակակշիռ է դառնում կառավարությանը։ Եվ մենք այդպիսի օրինակներ արդեն բազմաթիվ ունենք։ Նույն վիճակն է Ռումինիայում, ժողովրդի կողմից է ընտրվում նախագահ։ Այդպիսի մենք այս դասը արդեն ունենալով քաղելով, մենք պետք է այս հետևությունները անենք։ Ես ժամանակին այս համանadrության դեմ եմ արտահայտվել։ Համանadrությանը ծանոթանալով ես այս բոլոր վտանգները տեսել եմ։ Այն ժամանակ ասում են սուպեր վարչապետություն եւ այլն, տեսանք սուպեր վարչապետության հետևանքները։ Բայց փաստի հետ առնչվելով մենք պետք է հասկանանք, որ ինչ որ բաներ այո պետք է հետ մտածենք։ Առնվազն նախագահը ոչ թե այն խորհրդարանով պետք է ընտրվի, նույն խորհրդարանը ընտրում է վարչապետը, նույն խորհրդարանը ընտրում է նախագահը, նույն խորհրդարանը ընտրում է BDԽ-ը, նույն խորհրդարանը ընտրում է Սա բան է, աբսուրդի բան է։ Ուրեմն դու պիտի ենթադրես, որ խորհրդարանում ոչ մի կուսակցություն չպետք է 51% ունենա, անընդհատ պետք է ինչ-որ կոալիցիաներ լինեն, գոնե այդ կոալիցիաները իրար հետ ինչ-որ իրար հակակշռեն։ Բայց եթե այդպես չի, ուրեմն գոնե պետք է ունենաս այլ զսպող ինստիտուտ, որը ունի առաջնային մանդատ զսպելու գործադիր իշխանության։